Քույր եղբայրներ, մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդի մասին։ Ինքը խորհուրդ ունի։ Հովհաննես Մկրտիչը չհասկացավ ինչու համար է Հիսուս եկել մկրտվելու։ Որտեւ այն ինչի համար որ ինքը անում էր, Հիսուս իր պատկերացումներով չպետք է անցներ դրանով։ Բայց Հիսուսն ասաց. «Թույլ տուր, որ ամբողջ արդարությունը կատարվի»։ Արդարություն օրենքի պահանջն էր։ Օրենքի պահանջն էր։ Երբ մենք կտեսնենք Հովհաննես Մկրտիչը ինքը վկայում է, կարևոր մի վկայություն է տալիս։ Անցյալ անգամվա թեման խոսեցինք եւ որոշեցինք, որ այսօր էլ պետք է շարունակենք։ Եվ այսպես ուզում եմ կարդալ Ղևտացված առաջին գլուխ 1-ից 9 համարներ։ Տերը կանչեց Մովսեսը վկայության խորանեն անորը սավ։ Խոսե Իսրայելի որդիներուն եւ ասե անոնց. Եթե ձեզ մեկը անասուններեն ընծա մատուցանելու ելա Տիրոջը, ձեր ընծան արչարներեն կամ հոտերեն մատուցանեցեք։ Եթե անոր ընծան արչարներեն ողջակեզ է, արու անարատ պետք է մատուցանել։ Ու վկայության խորանին դրանը քով թող մատուցանե զայն։ Տիրոջը արչև ընդունելի է լալու համար։ Իր ձեռքը ողջակեզի գլխուն վրա թող դնե, որպեսզի այն իրեն քավություն լալու համար ընդունելի լինի։ Զվարակը թող մորթե Տիրոջը արչև ու Ահարոնին որդիները, քահանաները արյուն թող մատուցանեն եւ վկայության խորանին դրանը քով եղած սեղանին վրա շուրջանակի սրսկեն արյունը։ Ողջակեզին մորթե թող հանե ու կտոր ընե ողջակեզը։ Ահարոն քահանային որդիները սեղանին վրա կրակ թող դնեն ու կրակին վրա փայտեր շինեն։ Ահարոնին որդիները, քահանաները սեղանը եղած կրակին վրա, փայտերուն վրա պետք է շարեն կտորները, գլուխը ու ճարպը, բայց անոր փորոտիկն ու ոտքերը ջրով պետք է լվա, եւ քահանան բոլորը պետք է այրե սեղանին վրա ողջակեզ ու Տիրոջը անուշահոտ պատարակ ընելու համար։ Ամեն։ Հիսուսն ասեց թույլ տուր, որ կատարվի ողջ արդարությունը։ Եվ միայն դրանից հետո Հովհաննես Մկրտիչը թույլ տվեց, որ Հիսուս մկրտվի իր ձեռամբ։ Մենք անցյալ անգամ տեսանք, սիրելիներ, որ 5 տակարանյան շատ եւ շատ ծիսակատարություններ, արարողություններ, իրանք խորհրդանշական էին։ Նրանք պատկերում էին կամ պարունակում էին իր մեջ կարևոր խորհուրդ, որը հետագայում պետք է մատուցվեր աշխարհին որպես իրականություն։ Աստծո խոսքն ասում է, որ այն շուկն էր, ստվերն էր, գալիքի ստվերն էր, շուկն էր։ Եվ այս հատվածում Աստծո պատվերը Մովսեսին տրված վերաբերվում էր փոխանորդական զոհին, քավության զոհին։ Երբ որ մարդ մեղք էր գործում, իր մեղքի համար պետք է ընտրել մի կենդանի, մաքուր, անարատ, արու ողջակեզներից եւ բերեր տաճար, Աստծո տաճար։ Քահանան զննում էր զոհը, երբ որ համապատասխանում էր այդ մաքրության չափանիշներին, անձը, որը որ բերել է այդ զոհը մատուցելու, ձեռքը պետք է դներ նրա գլխի վրա։ Քահանան աղոթք էր անում, որից հետո այդ կենդանին մատուցվում էր որպես ողջակեզ, որպես զոհ։ Եվ մենք տեսանք ինչ մարակրկիտ, անցյալ անգամ խոսեցինք, թե ինչ պրոցեսներով էր այն անցնում։ Զոհը պետք է մորթվեր, արյունը պետք է քսվեր սեղանին, եւ մենք տեսանք, որ Աստծո խոսքն ասում է առանց արյան քավություն չկա։ Սա մեղքերի քավության զոհն էր, որը քահանաները անում էին, որը ինքը խորհրդանիշ էր այն զոհի, որ պիտի գար աշխարհ եւ վասն մեր մեղքերի պիտի զոհաբերվեր որպես քավություն։ Ողջակեզի մորթը
թող հանե կտոր ընե ողջակեզը։ Ահարոն քահանային որդիները սեղանին վրա կրակ թող դնեն ու կրակին վրա փայտեր շարեն։ Ահարոնին որդիները քահանաները սեղանը եղած կրակին վրա փայտերուն վրա պետք է շարեն կտորները, գլուխը ու ճարպը։ Մանրամասն ասում է այդ զոհը պետք է կտոր արվեր։ Ինչ էր խորհրդանշում այս կտոր անելը։ Սա խորհրդանշում էր ամբողջական լիակատար զոհը, լիակատար նվիրումը։ Ամբողջական ոչ մի մասնիկ չպետք է պահվեր, ոչ մի բան չպետք է առանձնացվեր։ Ամեն բան մանրակրկիտ կերպով պիտի մատուցվեր Աստծուն, կտոր պետք է աներ։ Եբրայեցիս նամակի մեջ 5-րդ գլխում մենք կարդում ենք 5-ից 11-րդ համարներում նույնպես ալ Քրիստոս ոչ թե իր անձը մեծարեց քահանայապետը լալու, հապա անիկա, որ ըսավ իրեն դուն իմ որդին ես, ես այսօր քեզ ծնա, ինչպես ուրիշ տեղն ալ կսե, դուն հավիտենական քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես, որ իր մարմնին օրերը լսեք, սաստիկ գոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց անոր, որ կարող էր զինք մահվան է ազատել ու լսվեցավ իր բարեպաշտությանը պատճառով։ Թեպետ ինքը որդի է, բայց իր չարչարանքներեն հնազանդություն սովորեց։ Երբ կատարյալ եղավ, բոլոր իրեն հնազանդողներուն հավիտենական փրկության պատճառ եղավ ու Աստծուծմե կոչվեցավ քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պես, որուն վրա շատ ըսելիք ունենք, որ դժվար է մեկնել, վասնզի ձեր լսելիքները բթացած են։ Շատ ասելիք ունենք, բայց դժվար է մեկնել, քանի որ ասում է ձեր լսելիքները, այսինքն ձեր ականջները բթացած են։ Միջայլոց սա ասեմ, Աստծո խոսքը երբ է դժվար դառնում մեկնել, երբ որ լսարանը ի զորու չէ այն լսելու, այն ընկալելու, երբ որ հավատացյալների ականջը բթացած է, ունակ չէ զանազանելու, տարբերակելու, չկա այդ ներքին փափագը ավելի ճանաչելու, երբ որ կա այդ ներքին փափագը, այն օգնում է, որպեսզի ավելի հեշտ մեկնաբանվի այս դժվար իմաց մտքերը։ Եվ այստեղ է, որ առաքյալն ասում է ժամանակին նայելով, պետք է մի սուտեք, այնինչ դեռ կաթի կարոտեք։ Այս մենք չենք ուզում զրկել նրանց, ովքեր որ մսի կարոտեն, շարունակ կաթ ուտեն նրանց պատճառով, որոնց ականջները բթացած է։ Այո, այսօր մարդիկ ավելի այնպիսի քարոզներ, այնպիսի պատգամներ են ուզում լսել, որը որ ինձ շոյող է, մոտիվացնող է։ Մոտիվացիոն քարոզներ, մոտիվացնող քարոզներ։ Մոտիվացվող քարոզներով դու կարող է ունենաս երջանիկ համայնք, բայց երջանիկ մեղավորներ։ Այդքան ընդամենը։ Աստված ուզում է, որ մենք ճանաչենք իր խոսքի խորհուրդը, եւ այս ճանաչողությունն է, որ մեզ տալու է հիմնարար հավատք, ամբողջական խորը հավատք, խորը համոզում, որ չտարուբերվենք տարատեսակ վարդապետական քամիներից, չտարուբերվենք տարատեսակ փորձությունների ժամանակ, մի փոքր քամի, մի փոքր նեղություն շուտ հիվանդանանք։ Երբ որ հավատքը խորքային չէ, հավատացյալը թեթև շարժումներից, թեթև ցնցումներից շուտ անկում է ապրում։ Բայց նա, որ ճանաչում է Աստծո խոսքը իր խորությամբ, նա սիրահարվում է Աստծուն, եւ նրան դժվար է պոկել նրա սիրոյց։ Սա է ասում առաքյալը։ Իսկ հիմա լսեք ինչ է ասում Հիսուսի վրա, Հիսուսի մասին։ Ասում է, որ նույնպես ալ Քրիստոս ոչ թե իր անձը մեծարեց քահանայապետ ըլլալու, հապա անիկա, որ իրեն ըսավ դուն իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնա, եւ այլն, ասում է, որ իր անձը նվիրեց չարչարանքներին։ Նա չուզեց իր անձը մեծարվի որպես քահանայապետ եւ քահանայապետ, բայց չցանկացավ,
Չցանկացավ այդ փառքի մեջ ներկայանալ մարդկանց։ Ապա ինչ արեց։ Մենք խոսեցինք, չէ՞, նա մկրտվեց, մկրտության խորհուրդներից մեկը այն էր, որ նա մտավ իր քահանայապետական ծառայության մեջ։ Եվ քահանան պետք է լվացվեր նախքան Սուրբ Սրբոց մտնելը։ Այդ այստեղ մենք տեսնում ենք, որ Քրիստոս չի ուզում մեծարվի որպես քահանայապետ, այլ ուր է գնում։ Դեպի չարչարանքներ։ Ասում է, որ իր 7-րդ համարը, որ իր մարմնի օրերը սաստիկ գոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց անոր, որ կարող էր իրեն մահվանից ազատել եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։ 8-ն ասում է, թեպետ ինքը որդի է, բայց իր չարչարանքներեն հնազանդություն սովորեց։ Այս չարչարանքները չի վերաբերվում լոկ միայն խաչի վրա կրած չարչարանքներին։ Շատերին թվում է, թե Քրիստոսի չարչարանքները սկիզբ առավ այդ իր կյանքի վերջին այդ 24 ժամերի ընթացքում։ Այնինչ այդպես չէր։ Քրիստոսի չարչարանքները սկիզբ առավ իր ծննդյան օրվանից։ Իր ծննդյան օրվանից, երբ արհամարված մսուրում ընդամենը տեղ տվեցին, որ իր մայրը նրան ծննդաբերեր։ Եվ ստիպված էր փախուստի դիմեր ընտանիքը։ Նորածին երեխայի հետ եթե մեկը ճամփորդել է, գիտի այդ ինչ բարդությունների հետ է կապված։ Նորածին երեխայի հետ փողոցից փողոց չես գնում։ Մարդիկ ամիսներով ստիպված եղան ճամփա գնալու դեպի Եգիպտոս երեխայի կյանքը ազատելու համար։ Եվ իր ողջ կյանքը սովորաբար գիտեք, մենք սովոր ենք Քրիստոսին ներկայացնելու որպես այսպես ինքը հրաշքները անում, սոված են լինում, իրան ինչ կա, կաղոթի 5 հացը, 2 ձուկը անմիջապես կբազմանա, ժողովուրդը կուտեն, այս այն։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, այդպես չի եղել։ Չարչարանքներ է կրել նա, տառապանքներ է կրել նա, արցունք է թափել նա։ Սա խորհրդանշում էր այն զոհը, որը որ պետք է կտոր լիներ։ Կտոր պետք է լիներ, եւ այդպես էր իր ողջ կյանքը նա կտոր իր սիրտը, իր ողջ հոգին, իր էությունը տվեց մարդկանց, ապրելով նրանց ցավով, նրանց խնդիրներով, նրանց վիշտով։ Այո, Սուրբ Գիրքը կարիք չունի ամենտեղ հայտարարելու Հիսուս նեղվեց, Հիսուս լացեց, Հիսուս տխրեց եւ այլն, բայց գոնե կա արձանագրություններ, որ տխրեց, Երուսաղեմի համար լացեց, իր ընկերը Ղազարոսը մահացավ, արտասվեց, այսինքն ցավը, արտասուքը բնորոշ էր Քրիստոսին։ Նա ուղղակի հրաշագործ չէր, գիտեք, որ ծովերի վրայով քայլում էր, եւ ժամանակակից քրիստոնյաները կամ շատ եկեղեցիներ ուզում են Քրիստոսին ներկայացնել այդպես, գիտեք, հաղթանակած, հրաշագործ, բժշկող, էսանող, ենանող եւ այն այսպես, բայց Քրիստոս մարդկային բոլոր տառապանքներով, բոլոր ցավերով անցել է։ Հոգեբանական ինչ ցավեր է ապրել, դավաճանություն, ընկերոջ կողմից լքվածություն, ընկերների կողմից լքվածություն, ինչերով ասես անցավ։ Եվ ամենածանր ցավը, որ Քրիստոս անցավ, Գեթսեմանի այգում էր։ Եվ տառապանքով արտասվում էր։ Եվ ախնդրում էր, որ Տեր, եթե հնարավոր է, գավաթ ինձանից հեռացրու։ Ինչ գավաթի մասին էր խոսքը։ Տեսեք, աղաչանք մատուցանեց անոր, որ կարող էր զինք մահվան է ազատել ու լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Ինչ է նշանակում, աղաչանք մատուցեց, որ մահվանից ազատվի եւ ասում է լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Հիմա լսվեց Աստծո հոր կողմից, որ ինքը ազատվի մահվանից, թե չլսվեց։ Մեռավ թե չմեռավ։ Այստեղ ասում է լսվեց, որ եթե հնարավոր է իրեն մահվանից ազատի, եւ ասում է լսվեց իր բարեպաշտության պատճառով։ Սա հակադրություն է։ Ոչ։ Իր աղոթքն ու աղաչանքը ֆիզիկական մահվան մասին չէր։ Այլ այն մահվան մասին, որ պետք է հավիտյան բաժանվեր հորից։ Բայց Տերը լսեց, իր բարեպաշտության պատճառով Տերը լսեց եւ նրան կենթանացրեց։ Հարություն տվեց։ Եվ այդ բաժանումը երկարատև չեղավ։ Քրիստոսի մեծագույն ցավը, որի համար նա Գեթսեմանիում աղոթում էր, տառապելով աղոթում էր, դա այդ բաժանման պահն էր, որ հորից չէր ուզում բաժանվեր։
Այո, խաչի վրա բաժանվեց։ Աստված իմ ինչու ինձ թողեցիր։ Սա այդ կտոր լինելն էր։ Զոհի կտոր լինելն էր։ Բայց լսվեց նրա աղոթքը, երրորդ օրը հարություն առավ նա։ Կենթանացավ եւ այսօր հոր փառքի աջ կողմը նստած է։ Մի շատ կարևոր հատվածել եմ ուզում ընթերցել, շատ հետաքրքիր պատմություն կա, 5 կտակարանում ուզում եմ դա կարդալ, որտեղ սա իր մեջ մեզ համար կարևոր հոգևոր դաս է պարունակում։ Երկրորդ Թագավորաց 24:18-25։ Ասում է նույն օրը Գադ Դավթին եկավ եւ անոր ասավ. Ելիր Հեբուսացի Որնայի կալին մեջ Տիրոջը սեղան մը կանգնեցուր։ Դավիթ Գադի նսածին համեմատ վեր ելավ, ինչպես Տերը պատվիրել էր։ Որնա նայեցավ ու երբ տեսավ, որ թագավորը եւ անոր ծառաները իրեն կուգան, ելավ ու երեսը միջև գետին խոնարհություն ըրավ թագավորին։ Որնա ասավ. Արդյոք ինչ պատճառով իմ թագավոր Տերս իր ծառային եկավ։ Դավիթ նսավ. այս կալը քեզ մե ծախու առնելու, գնելու։ Ու Տիրոջը սեղան մը շինելու համար, որպեսզի ժողովրդի վրան հարվածը վերանա։ Որն ասավ Դավթին. իմ թագավոր Տերս զանիկա թող առնե ու իր աչքին հաճո երևցածին պես զոհ ընե։ Վերցրա, կալը վերցրա, աչքիդ ուզածի պես արա զոհդ։ Լսեք։ Ահա եզները ողջակեզի համար։ Կամնասայլերն ու եզներուն գործիքները փայտի համար գործած է։ Ասոնք ամենքը, որնա թագավորին մպես թագավորին տվավ ու որնա թագավորին ասավ. Քուտեր Աստվածդ քեզ ընդունի։ Այստեղ մի պահ կանգ առնենք։ Այս մարդը, որին եկել էր Դավիթը, ասաց ես ուզում եմ եկել եմ քո կալը այդ հողատարածքի հետ ամեն ինչը առնեմ, որ այստեղ սեղան պատրաստեմ, Տիրոջը զոհ մատուցեմ, որ Տերը հարվածը վերցնի։ Որնան ասում է թագավորի պես ընդունեց նրան։ Ասաց ես քեզ հողը, կալը, ես քեզ ողջակեզների համար եզները, ես քեզ սայլը, ես քեզ փայտը, ամեն ինչ վերցրա ուզածիդ պես գործածիր։ Հիմա լսեք Դավթի պատասխանը։ Բայց թագավորը Որնային ասավ. ոչ, հապա ես զանոն քեզ մե անշուշտ ստակով ծախու պիտի առնեմ ու ձրի առածս իմ Տեր Աստծույս ողջակեզ պիտի չմատուցե։ Դավիթ կալը ու եզները 50 սիկղ արծաթով ծախու առավ։ Դավիթը հոն Տիրոջը սեղան շինեց, անոր վրա ողջակես ու խաղաղության զոհեր մատուցեց, Տերը լսեց անոր աղոթքը, երկրի համար ու Իսրայելի վրային հարվածը վերցրեց։ Հիմա ժամանակակից շատ հավատացյալներ լինեին, քրիստոնյաներ լինեին, հովիվներ լինեին, ասեն, Տերը օրհնեց, փառք Տիրոջ, պատկերացնում եք, մենք գնացել ենք գնելու, այդ Տերը, այդ հողի Տերը ասեց, եղբայր, ինչ ես խոսում, անեսի Տիրոջից քեզ նվեր, բան, այմար ձերի բանը լի վերցնենք։ Միտեղ ձերի մի բան կարանք շահենք, մենք բաց կթողնենք այդ հնարավորությունը։ Դավիթն ասում է ոչ, ես ձերի առածս Տիրոջս չեմ մատուցի։ Եվ փողը տվեց։ Իրանից պետք է գնա, դու զոհ ես մատուցում, ու դու ոչինչ չես զոհաբերում։ Էդի ինչ որ Տիրոջը պետք է։ Զոհը, մատուցված զոհողություն է ուզում։ Ու դա պետք է երևա մաշկիդ վրա։ Հիսուսի դեպքում ամբողջ իր կյանք իր էությունը տվեց։ Իր չկա մի բան, որ տված չլինի։ Չկա մի բան։ Որովհետև զոհը պահանջում է իրանից երբեմն ցավ, երբեմն տառապանք, երբեմն արցունք։ Դու ուզում ես Տիրոջը համար ապրել, դու ուզում ես Տիրոջը համար ծառայել, եւ չես ուզում արցունք թափես, չես ուզում նեղություն քաշես, չես ուզում միայնությունը զգաս, չես ուզում դավաճանությունը զգաս, չես ուզում վիշտ զգալ։ Զոհը դա է։ Չէ ասում է, ձերին պետք չի։
Հիսուս, երբ որ աշակերտների հետ նստած էր, գրված է, հացն առավ, կոտրեց ու տվեց իր աշակերտներին, ասեց առեք ելեք։ Ամեն անգամ, որ հացը կոտրվում է, հիշեք այդ զոհի կտրտվելը, զոհի մանրակրկիտ կտրտվելը։ Այդպես Հիսուս մանրակրկիտ կտրտվեց։ Հովանավետարանում 13-րդ գլխում ասում է, Հիսուս իրենները սիրեց եւ գրված է միջև վերջ իրենները սիրեց։ Միջև վերջ ինչ է նշանակում։ Ոչ թե միջև այնտեղ սիրեց, քանի դեռ իր շահերին չէին կպել։ Մեր սերը այդպես է։ Մեր սերը այնքան է, ինչքան քանի դեռ մեզի չեն նեղացրել, քանի դեռ մեր գրպանի շահին չեն կպել, քանի դեռ մեր ժամանակի շահին չեն կպել, քանի մեր տնից բան չենք տվել, մեր գրպանից բան չենք տվել, մեր երկրորդ հագուստը չենք, այստեղ է մեր սերը միջև։ Սիրեց, միջև վերջ սիրեց։ Միջև վերջ։ Մել Գիբսոնի հանրահայտ Քրիստոսի չարչարանքները ֆիլմում մի դրվագ կա, որ ես կյանքում չեմ մոռանա։ Դա այն պահն էր, երբ որ հռոմեացի զինվորները տանջամահ էին անում Հիսուսին, շարունակ մտրակելով եւ իրենց այդ մտրակների ծայրերը մետաղական ուրեմն գնդեր կային եւ կեռեր կային եւ մաշկից պոկելով հանելով այս ցավերով անցնելով եւ սա պատմական փաստերի վրա է հիմնված, որովհետեւ այդպես էին հռոմեացիները պատժում անհնազանդներին։ Մի պահ կա, երբ որ ընկած էր գետնին այլևս, էլ շունչ չկար կարծես թե վրան, զինվորներն էլ հոգնել էին արդեն այդ մտրակելուց, իրենք էլ ուժասպառ էին եղել։ Մի քիչ անց ցույց է տալիս ռեժիսորը, թե ինչպես է նա մի քիչ էլ ուժ գտնում իր մեջ եւ էլի ոտքի կանգնում։ Ու սրանք էլ ապշած նայում են զինվորները, «Իս ինչ ես անում»։ Մի քիչ էլ ուժ ուներ, մի քիչ էլ լավ կանգնեց։ Իմ համար, քո համար, միջև վերջ կտրտվեց։ Հարվածները շարունակվեցին։ Միջև վերջնական ողջակիզումը։ Հաջորդիվ խոսքի 9-րդ համարն ասում է. բայց անոր փորոտիկն ու ոտքերը ջրով պետք է լվա։ Եվ քահանան բոլորը պետք է այրե սեղանի վրա ողջակեզ ու տիրոջը անուշահոտ պատարակ լինելու։ Փորոտիկը եւ ոտքերը ջրով պետք է լվացվեր։ Լվացումները, զոհի լվացումները անկախտելի մասն էին կազմում ողջակեզի օրենքի։ Մենք գալիս ենք բուր մեր թեմային։ Այս հատվածում, քանի դեռ տաճարը ամբողջական կառուցված չէր, սա վրանային տաճար էր։ Այս հատվածում Աստծո խոսքն ասում է, որ ոտքերն ու փորոտիկը պետք է լվանաս, հետո նորից այրես։ Մենք տեսնում ենք, երբ որ Սողոմոն իմաստունը տաճարը կառուցում է, այնտեղ դարձյալ այս լվացման ավազանի մասին հիշատակում կա, երկրորդ մնացորդաց 4:6-ն ասում է, 10 ավազան շինեց, 5-ը աջ կողմը ու 5-ն ալ ձախ կողմը դրավ լվացման համար։ Ողջակեզները անոնց մեջ կլվային, ծովը քահանաներուն համար էր, որպեսզի հոն լվացվեին։ Ավազան կար, որպեսզի քահանաները այնտեղ լվացվեին, եւ ավազան կար, որպեսզի ողջակեզը հոն լվացվեր, այնտեղ լվացվեր ողջակեզը։ Մենք կարդում ենք Եզեկիել մարգարեության մեջ, որ Աստված խոսում է արդեն երկրորդ տաճարի մասին, որտեղ ավիրված էր տաճարը, երկրորդ տաճարի մասին, թե ինչպես պետք է լինի, այստեղ 40-րդ գլուխ 38 համարի մեջ եւ 39 համարում ասում է Եզեկիել 40, 38 եւ 39, գրանցեք ձեզ մոտ այս խոսքերը։ Ասում է սենյակ մկար, որուն մուտքը դռներուն քովին, դրանտիկներուն մոտ էր։ Ողջակեզը հոն կլվային։ Ողջակեզը հոն կլվային։ Դրանը սրահին մեջ մեկ կողմեն 2 սեղան, մյուս կողմեն 2 սեղան կար, որպեսզի անոնց վրա ողջակեզն ու մեղքի պատարակն ու հանցակի պատարակը մորթեին։ Լվային ու
մորթ էին։ Ողջակեզը, որը որ պետք է տիրոջը մատուցվեր, այսպիսով այն պետք է լվացվեր։ Այն պետք է լվացվեր։ Այս հատվածում Ղևտասոսում հատուկ ուշադրություն է դարձնում փորոտիքի լվացմանը եւ ոտքերի լվացմանը։ Առաջին գլուխ Հովանու ավետարան 29-ից 31 համարներ։ Լսեք։ Հետևյալ օրը Հովանեսը տեսավ Հիսուսը, որ իրեն կուգար եւ ըսավ։ Լսեք ինչ է ասում։ Ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Ասիկա է, որուն համար կսեի իմ ետևես մարդ մը կուգա, որ ինձ մի առաջ եղավ, վասնզի ինձ մի առաջ էր։ Ու ես անիկա չէի ճանաչում, բայց անոր համար ես եկա ջրով մկրտելու, որպեսզի անիկա Իսրայելին հայտնվի։ Ինչի համար ես եկա ջրով մկրտելու։ Թվում էր, թե Հովանեսը եկել էր ջրով մկրտելու, ժողովրդին ապաշխարության բերելու համար։ Բայց մենք տեսնում ենք այստեղ բացահայտվում է ավելի մեծ խորհուրդ, ավելի խորը խորհուրդ։ Սուրբ Հոգին Հովանեսին հայտնում է այստեղ, Տեր Հոգին հայտնում է այստեղ, թե ինչու ես դու եկել մկրտելու։ Եվ երբ որ Հիսուս Քրիստոսին տեսնում է, ասում է, ահա, ոչ թե Աստծո ընտրյալ որդին, ոչ թե Աստծո զավակը, ոչ թե մեր լավագույն ընկերը, ոչ թե իմ ազգականը, ոչ թե աշխարհի ամենաբարի մարդը, ահա Աստծո գառը, որ վեր պիտի առնի աշխարհի մեղքը։ Ինչու համար է օգտագործում այս խոսքը Աստծո գառը։ Որովհետև Աստված իր գառն էր ուղարկել աշխարհ, որպես փոխանորդական զոհ։ Ճիշտ են գառան նման, որը որ զոհվում էր տաճարում, մարդու մեղք իր վրա վերցնելով, խորհրդապաշտական կերպով։ Գառը չէր կարող մարդու մեղք վերցնել, բայց մարդու գործած մեղքի պատճառով այդ գառն էր զոհվում։ Հիմա Աստված ուղարկել է իր գառը, որպեսզի վերցնի մեղքը մեր մարդ արարածներից, որպեսզի Իսրայելին հայտնի, դարձնի, ով է քո մեղքի համար քավության զոհը, որ Աստված ընդունում է։ Եվ այս գառը նախքան կգնար զոհասեղան, պետք է լվացվեր։ Պետք է անցներ այդ լվացման գործընթացով, ողջակեզի լվացման ծիսակարգը պետք է իրականանար, թույլ տուր, որպեսզի կատարվի ողջ արդարությունը։ Արդարությունը պահանջում էր, որ գառը նախքան զոհ կմատուցվեր եւ նրա արյունը կսրսկվեր սեղանի վրա, եւ դա կլիներ անուշահոտ պատարակ Տիրոջը կողմից, Տիրոջը համար, այն պետք է լվացվեր։ Նրա համար ասում է, ես եկա ջրով մկրտելու։ Նրա համար եկա, հետաքրքիր է, ասում է, չէ։ Ես քեզանից պետք է մկրտեմ, ոչ թե դու ինձանից։ Այդ դու Տիրոջ Հոգին ասում է, որ այս Աստծո գառը դու եկել ես նրան մկրտելու համար։ Զոհին մկրտելու համար։ Եվ դրա համար Հովանեսը կոչվեց 5 տակարանի ժամանակաշրջանի մեծագույն մարգարեն, մեծագույն սուրբը։ Հրյաների համար Մովսեսն է, Աբրահամն է, մյուսն է, Աստծո աչքին դա Հովանես Մկրտիչն է, որովհետև Հովանես Մկրտիչը հայտնեց աշխարհին ով է ձեր մեղքերի թողության զոհը։ Եբրայեցիս 7, 26-ից 28։ Վասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մը կվայելեր, սուրբ, անմեղ,
անարատ, մեղավորներեն զատված ու երկնքեն վեր բարձրացած, որուն ամեն օր հարկավոր չէ, ինչպես մյուս քահանայապետները նախ իր մեղքերուն համար պատարակ մատուցանել ու ետքը ժողովրդի մեղքերուն համար։ Վասնզի ինք ով այս քահանայապետը, ով էր այդ քահանայապետը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Վասնզի ինք մեկ անգամ ըրավ ասիկա իր անձը պատարակ մատուցանելով։ Վասնզի օրենքը տկարությունով պաշարված մարդիկը քահանայապետ կկարգե, բայց երթումին խոսքը, որ օրենքեն հետո էր, որդին, որ հավիտյան կատարյալ է, ալելույա։ Հավիտյան կատարյալ է։ Այս քահանան, այս քահանայապետը, ի տարբերություն մյուս քահանաների եւ մյուս քահանայապետների, նախ իր մեղքերի համար էր զոհ մատուցում, հետո ժողովրդի մեղքերի համար էր զոհ մատուցում, եւ քանի որ կատարյալ չէին, ամեն տարի զոհություններն անում էին։ Բայց այս քահանայապետը գնաց դեպի զոհասեղանը, իր անձը զոհասեղանին դնելով, իր անձը լինելով զատված, սուրբ, անարատ, ինչպես գառնուկը պիտի լիներ անարատ, այդպես այս գառնուկը անարատ, սուրբ, զատված, գնաց իր անձը դրեց զոհասեղանի վրա, եւ նա անցավ այդ լվացման ընթացքով, Եբրայեցիս 10, 1-ից 14 համարներն ասում են, այս հրաշք խոսքերը կարդանք սիրելիներս, 1-ից 14, հետո կկարդանք 19-ից 22, լսեք ամեն բառը, օրենքը գալիք բարիքներու շուկն է, օրենքը, այսինքն հին ուխտը, այդ ինչ որ մենք կարդում ենք, ասում է գալիք բարիքների շուկն է, շուկը նշանակում է ստվերը, եւ այն կոչվում է բարիք, որովհետեւ բարիքը այն չէր ինչ որ արվում էր առաջ, այլ բարիքը այն էր որ պիտի լիներ, սա էր բարիքը, ոչ թե անոնց բուն կերպարանքը, խոսքի օգտագործում, ոչ թե անոնց բուն կերպարանքը այդ զոհերը չէին, դրանք թամենը ստվերն էին, խորհրդանշական, բայց բուն կերպարանքը Քրիստոս Հիսուսն էր։ Կարդանք, ամեն տարի մատուցված նույն զոհերով երբեք չի կրնար կատարյալ անել զանոնք, որ կմոտենան, ապա թե ոչ, պիտի չդադարեին մատուցանել է, պաշտանմունք մատուցանողներուն մեկ անգամ մաքրվել են հետո, ալ մեղքին համար խղճի հանդիմանություն չէին ունենա, եթե կատարյալ լիներ, անընդհատ զոհեր չէին մատուցի, եւ մեղքի համար չէին ունենա խղճվտանքի հանդիմանություն, խղճի հանդիմանություն չէին ունենա, բայց ունեին, դրա համար էլի էին զոհ մատուցում, բայց անոնցմով ամեն տարի մեղքերի հիշատակություն կլա, վասնզի նոխազներուն եւ ցուլերուն արյունը չի կրնար մեղքերը ջնջել։ Սրանք ընդամենը խորհրդանիշներ էին, նրանք մեղք չէին ջնջում։ Ասոր համար, երբ աշխարհ եկավ, ըսավ զոհ ու ընծաչուզեցիր դու, հապա ինձի մարմին մը պատրաստեցիր, ողջակեզներու մեղքերու պատարակներու չհավանեցիր, այն ատեն ըսի ահակու գամ ես։ Գրքի տոմսին մեջ ինձի համար գրված է քու կամքը տնելու, ով Աստված։ Վերըսիր, զոհ ընծա եւ ողջակեզներու մեղքի պատարակներ չուզեցիր, ու անոնց չհավանեցիր, որոնք օրենքի համեմատ կպատրաստվեին։ Այո, օրենքի համեմատ էին պատրաստվում, բայց դա չէր քոզածը, չհավանեցիր դա։ Ետքը կսե, ահակու գամ ես։ Ով է ասողը։ Մեր փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսը, ահակու գամ ես, քու կամքը տնելու, ով Աստված։ Առաջինը կհերքե, որպեսզի երկրորդը հաստատե։ Առաջինը հերքված է։ Իմաստ չկա
այլևս նոր տաճար շինելու, այլևս նոր զոհեր մատուցանելու, երինջներ բերելու, արյուն թափելու, նոր քահանայական դաս հիմնելու իմաստ չկա։ Հերկված է առաջինը, որովհետև հաստատված են նորը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսով։ Անոր կամքով մենք էլ սրբվեցինք Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին մեկ անգամ պատարակվելով։ Ալելույա։ Ամեն քահանա ամեն օր իր պաշտոնի մեջ կկենա, նույն զոհերը շատ անգամ մատուցանե, որոնք երբեք չեն կրնար մեղքեր ջնջել, բայց ասիկա մեկ զոհ մատուցանելով մեղքերու համար մշտնջենապես Աստծո աջ կողմը նստավ։ Եվ անիկա անկե հետո կսպասե միջև իր ճշտամիներ իր ոտքերուն պատվանդան դրվի, վասնզի մեկ պատարակովը մշտնջենապես կատարյալ ըրավ սրբվածները։ Փառքես Տեր Հիսուս։ Կատարյալ արեց իր պատարակվելով սրբվածներին։ 19-րդ համարից։ Ուրեմն եղբայրներ, լսեք։ Ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով։ Այն տեղը, որը որ փակ էր առաջ, քահանայապետից զատ որևէ մեկը չէր կարող մտնել, այն էլ տարին մեկ անգամ։ Հիմա ասում եք Հիսուս Քրիստոսի արյունով սուրբ տեղը, որը որ Աստծո ներկայության խորանն է, Աստծո սուրբ ներկայության վայրը։ Հիշեք մեր կարդացած հատվածում, այս պահը չմոռանանք, հա, այնտեղ ասում է, Տերը կանչեց Մովսեսը վկայության խորանեն, անորը սավ, Տերը կանչեց որտեղից։ Վկայության խորանից, այնտեղից խոսեց Մովսեսի հետ Տերը, որը որ փակ էր։ Հիմա այստեղ առաքյալն ասում է, ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով։ Որտեղից որ Տերը խոսում էր։ Դրա համար վարագույրը պատրվեց, երբ որ նա խաչի վրա մահացավ։ Բացվեց, վերջ, մուտքը բաց է։ Աստված ընդունեց զոհը։ Մեղքերը թողնված են։ Մարդիկ դժոխք են գնում ոչ թե որովհետև մեղավոր են։ Մարդիկ դժոխք են գնում ոչ թե որովհետև մեղքեր են գործել, այլ մարդիկ դժոխք են գնում, որովհետև այդ Քավչարարյանը չեն հավատում։ Մենք ենք մեղավոր։ Ես էլ, դու էլ, բոլորս էլ։ Որևէ մեկը սուրբ չենք, որևէ մեկը անարատ չենք, որևէ մեկը կատարելություն չենք ասել։ Ամեն օր սայթակում, ամեն օր տկարանում ենք, բայց այս համարձակությունը մեր արդարությունը չի տալիս։ Այս համարձակությունը Քրիստոսի շնորհքն է, նրա թափած արյունն է։ Այն զոհն է, որը որ Աստված ընդունեց եւ մեզ տալիս է համարձակություն սուրբ տեղը մտնելու, որին հավատում ենք։ Այն նոր ու կենթանի ճանապարհով, որ բացավ մեզի վարագույրի մեջ են, որը իր մարմինը։ Այդ վարագույրը, որը պատրվեց, գիտեք ինչի խորհրդանիշներ։ Հիսուս Քրիստոսի մարմնի խորհրդանիշներ։ Այդ վարագույրն են մեջտեղի պատը։ Այդ վարագույրն էր մի կողմից Աստծո երեսներ տեսնում, մյուս կողմից մարդկանց երեսներ տեսնում։ Երբ որ ինքը պատրվեց, կտրտվեց, մասնատվեց, արյունը թափեց։ Մեղած թողության քավություն եղավ։ Աստծո երեսը պայծառացավ ժողովրդի վրա։ Մենք էլ համարձակություն ունենք նրա սուրբ վայրը մտնելու, սուրբ ներկայության մեջ մտնելու։ Եվ մեծ քահանայը ունենալով Աստծո տան վրա մոտենանք, լսեք, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերնից չար խղճեն մաքրված եւ մարմինից մաքուր ջրով լվացված։ Այս ապաշխարության մասին է խոսում եւ մկրտության մասին է խոսում։ Սրբված, մաքրված եւ մեր մարմիններն էլ մաքուր ջրով լվացված։ Ինչու՞։ Ինչու՞։ Որովհետև Աստված ակնկալում է, որ ինչպես Քրիստոս իր անձը զոհաբերեց մեր մեղքերի համար, մենք էլ մեր անձը նվիրաբերենք նրան մեծարելու, նրան պաշտելու համար, նրան փառավորելու համար։ Հռոմեացիս 12:1-ն ինչ ասում։
Արտաղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր անձը Աստծո կենցանի զոհ մատուցեք, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Սուրբ եւ կուզեք ճիշտ բառացի կարդանք Հռոմեացիս 12:1 Արտաղաչեմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենցանի զոհը, Սուրբ, Աստծո եւ հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Ձեր մարմինները Աստծո ընծայեք որպես կենցանի զոհ, Սուրբ, մաքուր, անարատ, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Այնտեղ էլ առաքյալն ասում է, որ մաքուր ջրով լվացված։ Ինչու ենք մկրտվում, գիտեք։ Մկրտությամբ մենք վկայում ենք, որ մեր անձը Աստծո ենք նվիրաբերում։ Կատարյալ որպես կենցանի զոհ։ Հասկանալի է։ Նա որ չի մկրտվում։ Նա չունի այս գիտակցությունը իր անձը Աստծուն նվիրաբերելու։ Սա է մկրտության խորհուրդը, թանկագիններս։ Սա է Հիսուս Քրիստոսի մկրտության խորհուրդը, եւ ասիկ այստեղից էլ արմատ այստեղ է որ ծնունդ է առնում մեր մկրտությունը։ Մեր մկրտության խորհուրդը։ Որ մենք էլ մեր մարմինները պետք է մեր մարմինը լվացվի։ Դա ցնցող ընդունելու մասին չէ, այլ նույն լվացման խորհուրդը մենք էլ պետք է անցնենք, մենք էլ պետք է անցնենք այդ խորհուրդով։ Մեր անձերը նվիրաբերելով Տիրոջը։ Հիմա պետք է հարցնեք, իսկ ինչու փորոտիկը եւ ինչու ոտքերը։ Ընդհանուր լվացումից հետո նաեւ առանձնահատուկ լվացման process-ով պետք է անցներ փորոտիկը, որ է ներքին օրգանները կամ աղիները եւ ոտքերը։ Այն խորհրդանշում էր մեր ներքին էությունը։ Այն խորհրդանշում է մեր ներքին մաքրությունը։ Մեր սիրտը, որից բխում է վարքը։ Ներքին ախտերը, որոնք արտաքուց չեն երևում։ Արտաքին զոհի մարմինը կարող լվացվեր, բայց ներսը Աստված առանձնահատուկ կարևորություն է տալիս ներսի լվացմանը, ներսի մաքրությանը, ներքին օրգանները, որը խոսում էր մեր զգացումների մասին, որոնք մաքրվում են միայն Սուրբ Հոգիով, իսկ ոտքերը դա մեր քայլվածքն է, որը պետք է մաքրվի, շարունակ մաքրվեն։ Դա մեր ամեն օրվա քայլվածքն է աշխարհի վրա, որը աղտոտվում է։ Դες ոչինչ չհիշացրեց։ Հիսուս Քրիստոսը հավաքեց իր աշակերտներին վերնատան մեջ եւ սկսեց նրանց ոտքերը լվալ։ Ոտքերը։ Պետրոսը ասեց, Հովհաննեսի պես ասեց, դու իմ ոտքերը պետք է լվաս։ Քաբլիցի որ այդ բանը անես։ Հիսուսն ասեց, եթե ես քո ոտքերը չլվամ, դու ինձ այդ բաժին չունես։ Պետրոսն ասեց, ոչ միայն ոտքերս լվա, ձեռքերս է, գլուխս է, ամբողջը լվա։ Հիշեք Հիսուսի պատասխանը, լվացվածին ավել բան պետք չէ, բայց միայն ոտքերը։ Դուք արդեն լվացվել եք։ Զոհ արդեն լվացվել էր։ Բայց ամբողջական կատարյալ լինելու համար ներքին լվացումն է անհրաժեշտ եւ ոտքերի լվացումը առօրյա մեղքերից, որովհետեւ ամեն օր երբ որ դու քայլում ես այս աշխարհի վրա, կամա թե ակամա մեղքեր ես գործում։ Սա ոչ թե քեզ պետք է տանի նոր լվացումի, նոր մկրտության կամ նոր ապաշխարության, բայց ամեն օրվա զղջման, ամեն օրվա խոստովանությունների։ Դրա համար նախքան անկողին կմտնեք, խնդրեք որ Տերը ձեր ոտքերը լվա։ Ձեր միտքը մի զբաղեցրեք ուրիշ բաներով, խնդրեք որ Տերը ոտքերը լվա։ Մենք էլ մեկս մյուսի ոտքերը պետք է լվանք։ Նպաստենք որ մեր աղբերը, մեր քուրը մաքուր ճանապարհներով քայլի։ Օգնենք, զորավիք լինենք, ոտքերը լվանք, խոնարհվենք։ Ոչ թե նրա ոտքերի աղտոտության վրա մեր ոտքերի մաքրությունը ցույց տանք, հպարտանալով մեկս մյուսի վրա։ Այլ խոնարհվենք, լվանք ոտքերը, մեր եղբոր ու մեր քրոջ։
որ մեր անձը Աստծո առաջ դառնա ընդունելի պատարագ։ Նախքան իր աշակերտները կդառնային ամբողջական պատարագ, ամբողջական զոհ, նախքան կայրվեին, Հիսուս նրանց ոտքերն են լվաց։ Նրանք էլ այրվեցին։ Նրանք էլ զոհվեցին։ Նրանք էլ իրենց կյանքը ամբողջությամբ տվեցին, չտվեցին, նրանք էլ կտրտվեցին մինչև վերջ։ Հավատացյալը պետք է պատրաստ լինի մինչև վերջ կտրտվելու, որտեղ մենք էլ ենք կոչված մեր անձերը նվիրաբերելու Տիրոջը, զոհաբերելու Տիրոջը համար։ Բայց ոչ թե որպես մեղքի պատարագ, այլ որպես անուշահոտ պատարագ Տիրոջը առաջ վերջացնեմ։ Լսեք։ Ղևտացված 1:13-ն ասում է, նույնը կրկնում է 9-րդ համարը, կրկնում է նաև 13-րդ համարում, ասում է, փորոտիկն ու ոտքերը ջրով լվա, քահանան բոլորը թող բերե սեղանին վրա, այրե, լսեք, ասիկա ողջակես ու անուշահոտ պատարագն է Տիրոջը։ Սա ողջակես ու անուշահոտ պատարագ է Տիրոջը։ Գիտեք ինչ է նշանակում անուշահոտ։ Անուշահոտ նշանակում է Տիրոջը համար հաճելի։ Անուշահոտ պատարագ նշանակում է Տիրոջը համար ընդունելի, ոչ թե գարշելի։ Ինչ է կարծում Աստծո փափագը այդ կենթանական զոհերի հոտը առնելն էր երկնքում։ Հիսուսի զոհը ընդունվեց, Աստծո կողմից բարեքույրը պատրվեց եւ Աստծո աջ կողմը նստեց նա։ Քավության զոհը ընդունվեց եւ այն դարձավ Աստծո առաջ անուշահոտ պատարագ։ Եփեսացիս 5:1-2 ուշադրություն դարձրեք։ Արդ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Եվ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարագ ու զոհ ըլլալով Աստծո։ Արդ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Եվ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսն էլ մեզ սիրեց։ Ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարագ ու զոհ ըլլալու Աստծո։ Այնտեղ ասում է, սա անուշահոտ զոհ ու պատարագ է Աստծո առաջ։ Այստեղ առաքյալն ասում է, որ Հիսուս Քրիստոսն էր այդ անուշահոտ զոհը ու պատարագը Աստծո առաջ։ Եվ ինձ էլ քեզ էլ մի հորդոր ունի։ Ասում է նրան նմանող եղեք։ Աստծո նմանող եղեք։ Հիսուս Քրիստոսին նմանող եղեք, որ ինչպես նա սիրեց ու իր անձը որպես անուշահոտ զոհ ու պատարագ մատուցեց, դուք էլ Քրիստոսի նման սիրելի զավակների պես սիրով վարվեցեք, ինչպես եւ Քրիստոս վարվեց սիրով։ Իսկ սերը պահանջում է իրենից զոհողություն։ Սիրեք Աստծուն, սիրեք իրար, սիրեք մեկը մյուսի ու նվիրաբերեք ձեր անձը, նվիրաբերենք մեր անձը Տիրոջը, մեր մարմինները լվացված, որպես կենդանի զոհ պատարագ Տիրոջը փառքի համար, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը այժմ եւ բոլոր դարերում ու հավիտյանս հավիտենից։ Ամեն։